57 755 Կիայի վարորդ Կարաճանակ Աչատվածը Լուկանեք Հարցս Այդքան ծառայություն է ծնամարս Անչափ շնորհակալ ենք։ Շատ հաճելի է։ Ես մտածում եմ ինչ եմ էլի արել, ինչ եմ ես արել, որովհետեւ լույսերը պիտի վառած լինի։ Շատ շնորհակալ եմ։ Բարեկային ծառայության ուշադրության կենտրոնում այս անգամ կին վարորդներն են։ Պատճառն ամենևին իրավախախտումները չեն, այլ շնորհավորանքներն ու ուշադրությունը մարտի 8-ի առիթով։ Շնորհավորում ենք ձեր միամսյակը, ձեզ երժշտություն եք մաղթում, բարի ճանապարհ։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ ձեր միամսյակը, ցանկանում եմ ձեզ առողջություն, անփորձանք երթևեկություն։ Շնորհակալություն շատ։ Ձեր մարդուտը շնորհավոր լինի, ցանկանում ենք ձեզ անփորձանք երթևեկություն։ Լավ մնացեք։ Շնորհավորում ենք ձեր միամսյակը, երբեմն Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Նախորդին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի բարեկները Գյումրիում եւ համայնքներում կանգնեցրել են ավտոմեքենաները, շնորհավորել կանանց տոնի առթիվ եւ նրանց մաղթել անվտանգ ու խաղաղ երթևեկություն։ Ձեր մարդուտը շնորհավոր լինի։ Անփորձանք երթևեկություն։ Բարև ձեզ, բարեկային ծառայությունից Տորոսը, շնորհավոր ձեր միամսյակը, բարի ճանապարհ։ 3866 Ես դեցի վարորդ Կարաճանակ Աչատվածը Լուկանեք Հարցս Հարցս ծառայություն է ծնամարս Շնորհակալ եմ շատ։ Այստեղ շնորհակալություն։ Շնորհավորում եմ ձեր միամսյակը, առողջ լինեք։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Անփորձանք երթևեկություն։ Այդպես բարեկային ծառայությունից կապիտան Մինասյան, շնորհավոր ձեր միամսյակը, առողջ ու անփորձանք լինեք։ Մերսի շատ։ Ուրախացեք ես։ Շնորհավորում եմ ձեր միամսյակը, առողջ լինեք, անփորձանք լինեք։ Շնորհակալ եմ։ Կին վարորդները ժպիտով եւ շնորհակալությամբ են ընդունել նման ուշադրությունը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Բարցես, բարեկային ծառայությունից ավարտեցին անդրան ձեր տոնը շնորհավոր եմ։ Ցանկանում ենք անփորձանք երթևեկություն։ Շատ շնորհակալ եմ, զգացված եմ։ Այսուհետ Գյումրիում կգործի քաղաքի առաջին դպրոցը, որտեղ կսովորեցնեն դեֆիլե, ճիշտ քայլվածք, կեցվածք եւ ինքնավստահ ներկայանալու արվեստը։ He may be the face I can't forget, a trace of pleasure or regret. Maybe my Քայլվածքը կնոջ համար բավական կարևոր դեր է խաղում ցանկացած իր կյանքի ոլորտում եւ ուզեցի հիմնել դպրոց, որը որ անկախ կնոջ տեսքից, քաշից, բոյից ուղղված կլինի կնոջ քայլվածքի, կեցվածքի հաշվին բարձրացնել իր ներքին ինքնավստահությունը։ Քնարիկ Ավդալյանը տարբեր դիզայներների հետ համագործակցելուց հետո հասկացել է, որ այս ոլորտը շատ հոգեհարազատ է իրեն։ Մասնակցել է Mrs. Armenia մրցույթին, դարձել տիտղոսակիր, համագործակցել տարբեր դիզայներների, լուսանկարիչների եւ բրենդների հետ։ Ակադեմիան հիմնելու համար վճռորոշ եղավ նաեւ դեֆիլեի ուսուցման փորձն ու վերապատրաստումները արդեն որպես ուսուցանող մասնագետ։ Ես այդ հմտությունները սովորեցի եւ Երևանում եւ Մոսկվայում, որից հետո սկսեց իմ արդեն այդ ուղղությունը աշխատանքի։ Ես սկսեցի դասավանդել դեֆիլե։ Քնարիկի սաներից շատերը մասնակցում են Fashion Week-երի, անգամ նրանցից մեկը Miss Հայաստան տիտղոսին է արժանացել։ Շի ակադեմիայում նախատեսված են տարբեր խմբեր պրոֆեսիոնալ մոդելների համար, սկսնակների համար, ինչպես նաեւ այն կանանց եւ աղջիկների համար, ովքեր պարզապես ցանկանում են սովորել ճիշտ քայլել, պահել կեցվածքը եւ ձեռք բերել ինքնավստահություն, ընդ որում իրենց համար կարևոր առիթներից առաջ։ Քայլվածք, կեցվածք, ինքնավստահության արվեստը սովորեցնելու եմ դպրոցում ես, աշխատելու են աղջիկների հետ տարբեր խմբերում հոկեբան Տիկին Կնյազյան Հայկուհին, ինչպես նաև Ջեման Ադամյան, ունենալու ենք իր հետ խոսքի հմտությունները։ Ամենակարևորը մարդու կյանքում կարծում եմ ճիշտ քայլ կատարեց այդ ճիշտ ժամանակին։ Այսինքն այստեղ եւ հիմա մարդու սեփական անձի սերը սկսվում է սեփական անձի ճանաչումից։ Դասընթացներն առաջիկա ամիսներին կանցկացվեն Աբովյան 218 կոտորակ 1 հասցեում գտնվող Flex Bird-ի տարածքում գրանցվելու համար ցանկացողները կարող են գրել ակադեմիայի կամ Քնարիկ Ավդալյանի սոցիալական էջերին։ Շի քայլ դեպի քո ծաղկումը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։
Մայրիկների եւ կանանց տոնն է։ Մամաների օրը։ Հիմնականում ծաղիկներ։ Մայրիկես ծաղիկներ եմ նվիրելու եւ նվեր։ Ծաղիկներ։ Ծաղիկ էլի երևի։ Մտածում եմ էլ երևի ծաղիկը նվիրեմ։ Ծաղիկ։ Թղթերով իր համար նվերներ եմ սարքել, որ ուրախանա։ Կոնֆետ։ Ծաղիկներ են նվիրում, չէ, նաև նվերներ են տալիս։ Ավելի ընտանեկան, ավելի ջերմ, փոքր նվերներով եւ հիշվող։ Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Կանանց միջազգային տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի ունեցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով։ Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին։ Նրանք բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ։ 2 տարի անց 1910 թվականին Կոպենհագենում կայացած կանանց միջազգային կոնֆերանսում գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկինը առաջարկեց հաստատել կանանց միջազգային օր կանանց իրավունքների եւ գենդերային հավասարության մասին բարձրաձայնելու նպատակով։ Կանանց իրավունքների պաշտպանությունը մեր հանձնաժողովի եւ քաղաքական թիմի հստակ ու չափելի առաջնահերթություններից է, որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահող կարևորում եմ այն հանգամանքն ու հետևողական աշխատանքը, որը իրականացում է օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ եւ այս առումով կարծում եմ այն տեմպերը, որ մենք այս պահին ունենք, գոհացուցիչ են։ Առաջին անգամ մարտի 8-ը որպես ազգային օր նշվել է 1909 թվականի փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներում։ Մինչև 1913 թվականը կանայք շարունակում էին տոնել այն փետրվարի վերջին կիրակի օրը, իսկ որպես կանանց միջազգային օր այն առաջին անգամ նշվեց 1911-ի մարտի 19-ին Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում։ 1977 թվականին ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր։ Շնորհավորում եմ մեր սիրելի կանանց եւ աղջիկներին մարտի 8-ի գարնանային գեղեցկագույն տոնի կապակցությամբ եւ նրանց մեծագույն հաջողություններ եմ մաղթում եւ հատկապես կուզեմ առանձնացնեմ այն կանանց, ովքեր այսօր քաղաքական եւ հասարակական գործունեություն են ծավալում եւ հատկապես ուրեմն նաեւ թիրախավորվում են շատ դեպքերում եւ նրանց եմ հատկապես մեծ ուժ ու եռանդ մաղթում, որովհետեւ նրանք իրենց գործունեությամբ շատ են օգնում մեր պետության զարգացմանը, հանրային հարաբերությունների ուրեմն կայունացմանը եւ ամենայն բարիք եմ նրանց մաղթում եւս մեկ անգամ շնորհավորելով։ Սիրելի կանայք, ուզում եմ վստահեցնել, որ դուք հայ կանայք, աշխարհի ամենագեղեցիկ, աշխարհի ամենահմայիչ, ամենանուրբ, ամենահոգատար, ամենաքնքուշ կանայք եք եւ թող երբևիցե ձեր աչքերին վիշտ, հոգս չլինի, միշտ եղեք այնպիսին, որ հայ տղամարդիկ, որտեղ էլ որ լինեն, վեր կենան եւ ասեն, հայ կանայք աշխարհի ամենալավն են։ Սիրելի կանայք, բոլորիդ շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ։ Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այն պատասխանատվության օր է։ Թող ձեր բոլոր ձեռքբերումները լինեն շարունակական եւ ձեր ձայնը լսելի։ Շնորհավորում մարտի 8։ Ջերմորեն շնորհավորում եմ մեր կանանց մայրերին, մարտի 8-ի հետ կապված, ցանկանում եմ իրենց նպատակների եւ իղձերի իրականացում, թող խաղաղության մեջ լինեն, թող որ իրենց ընտանիքների գլխից անպակաս լինեն եւ այն նպատակները, այն ցանկությունները, այն իղձերը, որ ունեն, անպայման իրականանան։ Մենք իրենց շատ ենք սիրում եւ այս միամսյակը նվիրված է իրենց եւ մենք պիտի ամեն օր, ամեն ժամ իրենց ուշադրության կենտրոնում պահենք։ Մարտի 8-ը Հայաստանում ավելին է, քան օրացույցում ամսաթիվ, սա գարնան, գեղեցկության եւ կանանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի օր է։ Այս տոնին նվերը դադարում է լինել ձևականություն եւ դառնում է շնորհակալություն ասելու, հոգատարություն ցույց տալու եւ զգացմունքներ փոխանցելու միջոց։ Այսպես է սկսվում ծառայական օրը կանանց հրաձգային գումարտակում։ Ոչ թե սովորական բարի լույսով, այլ զինվորական վերկացով։ Նրանք զինված ուժերի միայն գեղեցիկ կողմը չեն։ Նրանք ուժ են, համարձակություն են եւ կարգապահություն են, որ կյանքի ճանապարհ ընտրել են ծառայությունը։
Ո՞նց է ընդհանուր ծառայությունը կանանց հրաձգային գումարտակում։ Առավոտյան մեր մոտ կարտարվում է պարապմունքներ, փորձում ենք օգնել եւ զարգացնել ֆիզիկական մարզվածությունը։ Պատվով եմ կրում զինվորական համազգեստը եւ մինչև վերջ կպայեմ իմ զինվորական երթումը։ Այս տարի եք զորակոչվել բանը։ Ճիշտ այդպես։ Կպատմեք, թե ինչի որոշեցիք զորակոչվել զինված ուժեր։ Եղել է մանկության երազանք իմ համար կրել համազգեստ, ծառայել հայրենիքիս։ Կանանց հրաձգային գումարտակն արդեն իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության բանակում։ Գումարտակում պարտադիր կամավոր հիմունքներով ծառայում են ինչպես ժամկետային անձնակազմ, այնպես էլ փորձառու սպաներ։ Այստեղ օրը սկսվում եւ ավարտվում է նոր ձեռքբերումներով։ Կանանք նույնպես ուժեղ սեռի ներկայացուցիչներ են եւ այս ծառայությունը ինձ ավելի ամեն օր ու ամեն ժամ ապացուցում է, որ դա այդպես է։ Կատարի 1 2 1 Ժամկետայինները ծառայում են 6 ամիս։ Յուրաքանչյուրն իր ընտրությամբ հնարավորություն ունի ծառայությունը շարունակել պայմանագրային հիմունքներով։ Շարքային Մարիամ Ստեփանյանն արդեն որոշել է, իր ապագան ծառայությունից դուրս չի պատկերացնում։ Ես արդեն զինվոր եմ ու դա գիտակցում եմ, արդեն լիիրավ տիրապետում եմ զինվորական կարգապահությանը, ինչում որ թերանում եմ, ինձ օգնում են, առաջնորդում են։ Իգական սեռի զինծառայությունը չի սահմանափակվում միայն դասերով եւ պարապմունքներով։ Շաբաթվա ընթացքում մեկ օր հատկացվում է ինտելեկտուալ խաղերին եւ թիմային քննարկումներին։ Կանանց հրաձգային գումարտակում կարևորվում է նաև զինծառայողների ընդհանուր զարգացվածությունը։ Նման խաղերը ավելի արդյունավետ են դարձնում ծառայությունը, քանի որ շաբաթվա մեջ մեկ օր կտրվում ենք ծառայությունից եւ զբաղվում ենք ավելի ակտիվ գործունեությամբ, ինտելեկտուալ բնույթով։ Գումարտակում մթնոլորտը ջերմ է ու անմիջական, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին։ Այստեղ աջակցությունը փոխադարձ է, քաջալերյանքը անկեղծ, հաջողությունը բոլորին է։ Ճիշտ է, զինվորական կյանքը մեզ ստիպում է ավելի զգաստ ու զգոն լինել, բայց չենք մոռանում, որ կին ենք։ Ամեն մարտի 8 թող մի նոր գարուն բերի։ Տոնը տոն է, չնայած որ արդեն զինվոր ես։ Ուսումնական ողջ գործընթացը գումարտակի շտաբի պետի անմիջական վերահսկողության ներքո է։ Մայոր Գրիգորյանը վստահեցնում է, իրենց շարքերն օրեցօր համալրվում են, ծառայության եւ կեցության համար ստեղծված են գերազանց պայմաններ, որպեսզի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար զինվորական ծառայությունը դառնա առավել գրավիչ, հետաքրքիր եւ բարձր վարձատրությամբ մասնագիտություն։ Ծառայության պայմանները եւ ծառայության ընդհանուր պայմանները այնպես են ստեղծված, որ կին զինծառայողները կարող են արդյունավետ ծառայել, ինչպես նաեւ բարելավել իրենց արդյունքները եւ ատեստավորմանը բավականին լավ արդյունքներ ցույց տալ։ Առաջին հրաձգային վաշտի բոլոր սպաները արդեն ատեստավորվել են լավ գնահատականով, ինչը ոգևորող է իրենց ենթակա անձնակազմի համար եւ բոլորը այո ցանկանում են նմանվել իրենց հրամանատարներին։ Նրբագեղ ու ժպտադեմ, բայց միևնույն ժամանակ խիստ կարգապահ ու բարձր պատրաստվածությամբ։ Նրանք հմուտ են նաև վարժադաշտում, ճշգրիտ կրակում են, հերթափոխով խոցում բոլոր թիրախները։ Կանանց հրաձգային գումարտակում ծառայելու գլխավոր պայմանը մեկն է՝ կամքը եւ հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Եվ հենց դա է, որ կնոջը դարձնում է ոչ միայն գեղեցիկ, այլև ուժեղ ու պետությանը արժանի զինվորական։ Լաուրա Մամյան, Ռուբեն Մնացականյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։ Վերջ գնացինք։ Իրանը նոր գերագույն առաջնորդ ունի Մոջթաբա Խամենեին, Իսրայելը ամերիկյան հարվածներից զոհված Ալի Խամենեիի որդին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավատարմության երդում է տվել նոր առաջնորդին, պատրաստակամություն հայտնելով կատարել նրա բոլոր հրահանգները։ Աբբաս Արաղչին էլ իրանցի դիվանագետների անունից հավատարմության երդում է տվել Մոջթաբա Խամենեիին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, Իրանը պետք է ընդունելի ղեկավար ունենա, որը լավ կվերաբերվի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Դոնալդ Թրամփը պնդել էր ինքը եւս պետք է մասնակցի նոր հոգեվոր առաջնորդի ընտրությանը։ Նա հավելել էր, որ Խամենեիի որդին հարմար եւ լուրջ թեկնածու չէ։ Ամերիկյան կողմը նախազգուշացնում է, որ ցանկացած անընդունելի առաջնորդ թիրախ կդառնա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Իսրայելի վարչապետն էլ կրկին հեղափոխության կոչով դիմել է Իրանի ժողովրդին։ Իսրայելը ձգտում է ազատագրել Իրանը բռնապետության լծից։ Իրանցի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ վերջ դնի իշխող ռեժիմին։ Ես հավատում եմ, որ եթե դուք ոտքի կանգնեք հիմա, կմոտենա օրը, երբ Իսրայելը եւ Իրանը կրկին կդառնան քաջարի ընկերներ։
Նեթանյահուն նաև նախազգուշացրել է, որ Իրանի համար անակնկալներ ունեն։ Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են, Իսրայելը հարվածել է Իրանի նավթային ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով բնապահպանական լուրջ խնդիրների վտանգ է առաջացել։ Թեհրանում եւ այլ վայրերում խոշոր հրդեհներ են բռնկվել, լուրեր են շրջանառվում, որ մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանին հարվածների հետևանքով տասնյակից ավելի ինքնաթիռ է խոցվել։ Լրջորեն վնասվել է Սպահանի միջուկային օբյեկտը, ըստ իրանական կողմի պատերազմի մեկնարկից ի վեր հանրապետությունում զոհվել է 1200-ից ավելի խաղաղ բնակիչ, ավելի քան 10,000 մարդ վիրավորվել է։ Զլմների տվյալով Իրանն էլ հարվածել է Թել Ավիվին, Հայֆայի նավթավերամշակման գործարանին, կան ավերածություններ։ Կրկին թիրախում են հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Իրաքը, Քուվեյթը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հարվածներ են հասցվել այդ թվում քաղաքացիական օբյեկտների։ Բահրեյնում նավթային բազա է խոցվել, նաև տեղեկություններ կան երկրում 30-ից ավելի տուժածի մասին։ Սաուդյան Արաբիայում էլ էներգետիկ ենթակառուցվածքներ եւ բնակելի կառույցներ են վնասվել, կա 2 զոհ եւ 10-ից ավելի վիրավոր։ Էրրիադը նախազգուշացրել է, եթե իրանական հարվածները շարունակվեն, հայելային պատասխանը չի ուշանա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիային իրանական հարվածների հետևանքով ամերիկացի եւս 1 զինվորական է զոհվել։ Այսպիսով ԱՄՆ զինված ուժերի շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ ծոցի երկրները կարող են դիվանագիտական եւ ռազմական քայլեր ձեռնարկել Իրանի հարվածներին ի պատասխան։ Այլ մանրամասներ Մայք Ուոլցը չի ներկայացրել։ Այս ֆոնին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիպրոսի հյուսիսում 6 F-16 կործանիչ եւ հոբ համակարգեր են տեղակայել։ Ռազմական գործողություններ են նաեւ Լիբանանում։ Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի կենտրոնում հյուրանոց է վնասվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Human Rights Watch-ը հայտնել է, որ Իսրայելը սպիտակ ֆոսֆորով հրետանային ռազմամթերք է կիրառել Լիբանանի հարավում բնակելի տարածքների դեմ։ Իրավապաշտպան կազմակերպությունն անօրինական եւ մտահոգիչ է որակել այդ քայլը։ Դոնալդ Թրամփն իր հերթին տեղեկացրել է, որ ոչնչացրել են Իրանի ռազմական ավիացիան եւ 44 նավ։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ռազմական գործողություններից հետո Իսլամական Հանրապետության քարտեզը կարող է փոխվել։ Պատերազմը դադարեցնելու որոշումը կկայացնենք հաշվի առնելով Իսրայելի դիրքորոշումը։ Եթե ես եւ Նեթանյահուն չմիջամտեինք, Իրանը կոչնչացներ Իսրայելը եւ դրա շուրջ ամեն ինչ։ Երբ Միացյալ Նահանգները դադարեցնի հարվածները, Իսրայելը կարիք չի ունենա շարունակելու ռազմական գործողությունները։ Իսկ հիմա դեռ կանգ չենք առնում, համոզված եմ, ներկա զարգացումները որոշ ժամանակ կշարունակվեն։ Սպիտակ տնից հայտարարել են, որ Թրամփը դեռ չի բացառում Իրանում ցամաքային գործողության հավանականությունը, սակայն այս պահին Վաշինգտոնը նման մտադրություն չունի, թեև ապագայում հնարավոր է անհրաժեշտ լինի ամերիկացի զինվորականներ ուղարկել հարստացված ուրանի պաշարները վնասազերծելու համար։ Վաշինգտոնից նաև հավատացնում են, որ չեն ցանկանում հակամարտությանը ներգրավել քրդական ուժերի, խուսափելու հավելյալ սրացումից։ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ անդրադարձել է Թեհրանից հնչող հայտարարություններին, որ Ռուսաստանն աջակցում է Իսլամական Հանրապետությանը։ Ուիտկոֆի խոսքով ինքը դիմել է Մոսկվային եւ ասել, որ դադարեցնեն հետախուզական տվյալների տրամադրումը։ Ամերիկյան կողմը նաեւ չի շտապում վերսկսել բանակցությունները, նույն տրամադրվածությունն ունեն Թեհրանում։ Իրանը չի կարծում, որ եկել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանները քննարկելու ժամանակը։ Մենք դեռ չենք հասել այդ կետին։ Պահպանվում է Նախիջևանին մարտի 5-ի հարվածների պատճառով Բաքու-Թեհրան լարվածությունը։ Իրանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ, խոստացել հետաքննություն անցկացնել։ Զուգահեռ Իրանի զինված ուժերը պահանջում է Բաքվից Ադրբեջանից հեռացնել իսրայելցի զինվորականներին, խուսափելու էսկալացիայից։ Մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի հետ, բայց եթե Իրանի դեմ դավադրություն բացահայտվի կամ եթե այնտեղից ինչ-որ բան թռչի Իրան, մենք միջոցներ կձեռնարկենք։ Միացյալ Նահանգները դատապարտել է Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածը տեղի ունեցածի համար մեղադրելով Իրանին։ Դա Ադրբեջանի ինքնիշխանության կոպիտ խախտում է եւ էսկալացիայի սրում։ Միացյալ Նահանգները համերաշխություն է հայտնում Ադրբեջանին։ Տարածաշրջանում մեր գործընկերների տարածքների վրա հարձակումները անընդունելի են։ ԱՄՆ վճռականորեն կաջակցի իր գործընկերներին։ Նախիջևանի օդանավակայանը, ինչպես նաև օրեր առաջ Թուրքիայի տարածքի թիրախավորումը դատապարտել է թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհուրդը։ Դիվանագետները կոչ են արել լուծել առկա խնդիրները քաղաքական միջոցներով։ Նախիջևանի շուրջ զարգացումները հեռախոսազրույցում քննարկել են Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Բաքվին Նախիջևանում իրավիճակի կապակցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում կայունության ամրապնդման, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ Ադրբեջան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ։ Մակրոնը զրուցել է նաև Իրանի նախագահի հետ, ընդգծել տարածաշրջանի երկրներին հարվածները դադարեցնելու անհրաժեշտությունը։
Չնայած լարվածությանը Ադրբեջանը վերականգնել է Նախիջևանի միջադեպից հետո Իրանի հետ սահմանին դադարեցված բեռնափոխադրումները։ Մարտի 9-ի առավոտից վերսկսվել են բեռնատար տրանսպորտի մուտքն ու ելքը, ներառյալ երկկողմ և տարանցիկ փոխադրումները։ Իրան-Ադրբեջան հարաբերությունները մի քանի օր է լարված են։ ԱԹՍ-ներ Նախիջևանում զգուշացումներ, սպառնալիքներ, փոխադարձ մեղադրանքներ։ Նույն այդ ժամանակահատվածում Սյունիքի մի շարք բնակավայրերում լսված հրետակոծությունների ձայները որոշ վերլուծաբաններ կապեցին մեր հարևան երկրների միջև տեղի ունեցած զինված բախումների հետ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով Ադրբեջանում պայթած ԱԹՍ-ները Իրան ներթափանցած քրդերի ձեռքի գործն են։ Նպատակն էլ Բաքվի կողմից ճակատ բացելն է։ Իմ կարծիքով դրանք եղել են այդ քուրդ ապստամբներին չեզոքացնելու գործողությունների կրակոցները, որոնք որ դուք հավանաբար լսել եք։ Դա իմ կարծիքն է, որովհետև սահմանային, եթե որևէ գործողություններ տեղի ունենային, անպայմանորեն դրանք առաջին հերթին հենց Ադրբեջանի կողմից կվարսաձանվեր։ Ես կարծում եմ դրանք Իրանի տարածքում են տեղի ունեցել եւ ներթափանցած որոշակի պարտիզանական խմբերի վերահսկման աշխատանքներն են եղել։ Մի քանի օր առաջ եւս պաշտոնական Իրանը հայտարարեց, որ ապստամբ քրդերի ներթափանցումը, որը հավանաբար տեղի է ունեցել, իրենք այդ գործողությունների համար որոշակի գործողություններ են իրականացնում, այսինքն հակապարտիզանական գործողություններ են իրականացնում, որովհետեւ այդ տարերին վերացնեն։ Իրանն ու Ադրբեջանն ունեն 689 կիլոմետր սահման։ Ցամաքային ներխուժման համար սա Իսրայելին ամենաձեռնտու ուղղությունն է։ Փորձագետի ներկայացմամբ ակնհայտ է, որ նման սցենար քննարկվում է։ Կարծես թե Ադրբեջանը դեմ չի այս սցենարին, այլապես ինքը, եթե դեմ լիներ, թե Իրաքյան Քրդստանի ղեկավարի, թե Թուրքիայի օրինակով իրենք հայտարարություն կտարածեն, որ չեն խառնվում այս գործողություններին եւ ցամաքային, ասես, նկրտումները կամ ախորժակը կփակվեր միանգամից Իսրայելի եւ ԱՄՆ-ի։ Բայց այս դեպքում հակառակն է, հայտարարությունները թե Բաքվի բռնապետի մակարդակով եւ թե ընդհանրապես Ադրբեջանի ցանկացած գերատեսչության մակարդակով խոսում են նրա մասին, որ իրենք այսպես փոխորտում են, իրենք ռազմատենչ հայտարարություններ են կատարում, որ պատասխան կտան, որ անպատասխան չեն թողի։ Դա խոսում է նրա մասին, որ իրենք դեմ չեն։ Ադրբեջանն այստեղ առաջ է տանում իր շահերը։ Հաջողված ցամաքային գործողությունները կարող են լուծել Ադրբեջան-Նախիջևան ուղիղ կապի հարցը, նաև հագուրտ տալ Բաքվի տարածքային նկրտումներին, բայց ադրբեջանցիներն այնքան էլ կողմնակից չեն նոր պատերազմի։ Չմոռանանք, որ Արցախյան պատերազմից հետո շատ մեծ բողոքի ալիք է առաջացել Ադրբեջանում կապված տարածքների վերաբնակեցման հետ եւ ընդհանրապես Թալանի վերաբաշխման հետ։ Եվ այնտեղ միշտ ասում են, չէ, պատերազմից հետո որ օգուտները քաղում են նրանք, ովքեր որ չեն կռվել։ Եվ ընդհանրապես պետք է ասեմ, որ հատկապես այն տարածքները, որոնք որ գտնվում են սահմանակից, ավելի սահմանակից Իրանին, իրենք ավելի շատ հատված են խաղաղության։ Ադրբեջանում լավ են հասկանում ռիսկերը, դրա համար էլ քննարկվող պլանում կդիտարկվեն 44-օրյայի ընթացքում Ադրբեջանին անցած Արցախի հարավային շրջանները։ Դրանք բնակեցված չեն եւ հարմար են մարտական գործողությունների համար, ասում է Կարեն Հովհաննիսյանը։ Ես ուզում եմ նաև շեշտել, վերադառնալ երեկոյան տարածված Իրանի հայտարարության վրա, որտեղ որ Իրանը ասում է իր խոսույցում՝ մի թիրախավորեք Ադրբեջանի ժողովուրդը ձեր քայլերով, այսինքն ուզում է ասել, որ ոչ թե այն տարածքներն է թիրախավորելու Իրանը, որտեղ որ անմարդաբնակ է, այլ այն տարածքները, որտեղ որ բնակեցված է։ Կարեն Հովհաննիսյանի ներկայացմամբ Իրան ներթափանցելուն Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան այնքան էլ դեմ չէ։ Թուրքերը ցանկանում են տեսնել թույլ Իրան, բայց Անկարան այստեղ շահերի բախում է նկատել։ Դրա համար էլ նվազագույնի է հասցրել իր մասնակցությունը։ Պատճառը սահմանին մոտ ապրող քրդերի ներգրավումն է։ Այստեղ արդեն նախադեպը եղել է Թուրքիայի համար 2015-16 թվականներին բռնկվել է քրդական անկախության այդ պայքարը եւ նույնիսկ Հակարի նահանգը հռչակվել է որպես անկախ պետություն քրդական իր մայրաքաղաք Հակարիով եւ այստեղ թուրքերը օգտագործեցին ծանր զենտեխնիկա ճնշելու այդ պայքարը։ Մի խոսքով իրենք ունեն նախադեպը քրդական գործոնի, որ կարող է իրենց դեմ դուրս գալ։ Դրա համար այսպես ասենք սխալի պատճառով, ամերիկա-իսրայելական այս սխալի պատճառով թուրքերը կտրականապես հրաժարվել են իրենց ցամաքային տարածքը, որտեղ որ քրդեր են բնակվում, տրամադրել, որպեսզի Իրանի վրա հարձակում լինի։ Իրադարձությունները զարգանում են մեծ թափով, թե ինչ կորոշեն Բաքվում, դժվար է ասել, բայց այն, որ Ադրբեջանին ցանկանում են ներքաշել պատերազմի մեջ, ակնհայտ է, ամփոփում է փորձագետը։
Արդեն երկրորդ անգամ է Գավառի գեղարվեստի դպրոցը համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության նկարիչների միության հետ Գավառ համայնքում նկարչական սիմպոզիում է կազմակերպում։ Գավառի գեղարվեստի դպրոցի այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։ Ամեն ինչ տրամադրող է, հիանալի տեսարաններ են, կան հասցեներ, որոնք բացահայտում ենք միասին։ Իրենք կունենան հետագայում հնարավորություն իրենց էտյուդային տեղանքը ընտրելուց նաև ներառել Գավառ համայնքը։ Նկարիչների միության անդամները գեղարվեստի դպրոցի սաների հետ, չնայած օրացույցով գարուն է, Գավառի բնակլիմայական պայմանները հնարավորություն ընձեռում տարբեր բնակավայրերում կտավին ձմեռային տեսարաններ ու պատմամշակութային կոթողներ վրձնել։ Այս անգամ սիմպոզիումին մասնակից նկարիչների միության անդամներին միացել է նաև նախագահը։ Այս հնարավորությունը ընձեռում է բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի նկարիչները գան, աշխատեն եւ շատ հատկանշական է, որ երիտասարդները նույնպես միացել են մեզ եւ իրար հետ ուրեմն աշխատում ենք պլեներում, ստեղծում կտավներ։ Նկարչական սիմպոզիումին մասնակցել է նաև լավ հնարավորություն է գեղարվեստի դպրոցի սաների համար։ Նրանք հնարավորություն ունեն աշխատելու մասնագետների ու վաստակավոր նկարիչների հետ, լսելու նրանց դիտողություններն ու խորհուրդները։ Գույնը որ ակտիվացրել ես, ստեղ կորել է սրա իմաստը սա։ Իրան ավելի փոճրացրել է, որ ինքը կարողանա արտահայտի գայսկոն մեծանա, լավ բալես։ Մենք ունենք հնարավորություն ցույց տալ մեր ունակությունները եւ հարկ եղած ժամանակ խորհուրդ վերցնել մեր նկարող նկարիչներից։ Սիմպոզիումի 7 օրերը եզրափակվում են Հայրավանքի տարածքում եկեղեցու ու Սևանի ձյունոտ թեմատիկայով։ Այս օրերին կատարված աշխատանքներով կազմակերպվելու է ցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են ինչպես նկարիչների միության անդամների, այնպես էլ գեղարվեստի դպրոցի սաների ընտրված աշխատանքները։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 եւ 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց եւ նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ։ Փետրվարի 27-ին կեսգիշերից քիչ անց հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցին եւ իրենց վարած Ռենո Մագնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կոտայքի մարզային վարչություն։ Հատուկ պահպանվող տարածքում մեքենան կնիքվեց։ Երկուսն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Տղամարդիկ խոստովանեցին իրենց կատարած բնակարանային գողության 22 դրվագ։ Պարզվեցին նաև գողոնը պահելու վայրերը, իսկ վերջին դրվագով Հրազդանի Մաքրավան թաղամասում գողացվածը հայտնաբերվել է Ռենո Մագնիշի մեքենայում։ Պարզվել է, որ տղամարդիկ գողություններ են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես Հրազդան քաղաքում, Չարենցհավանում, Աղավնաձորում, Առինջում, այլև Գեղարքունիքում, Լճապ, Չկալովկա եւ Նորաշեն գյուղերում։ Տարել են կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ, խմիչքներ եւ այլն։ Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նախաքննությունը շարունակվում է։ Փետրվարի 26-ին ոստիկանությունը ահազանգ է ստացվել այն մասին, որ 2 օր առաջ ժամը 9:15-ից մինչև 9:35 ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք եւ Գանձանակից հափշտակել մոտ 1 միլիոն դրամ։ Մեկնել են համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա եւ 55-ամյա տղամարդիկ, որոնք Գանձանակի դուռը բացել են հարմարեցված բանալիով, պոկել կապարակնիքը, հանել գումարը, ապա հետքերը թաքցնելու նպատակով սոսնձել են կապարակնիքը, վերականգնելով Գանձանակի տեսքը եւ դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանության Գառնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին 56-ամյա տղամարդը ձերբակալվել եւ խոստովանել է կատարածը։ Մյուս տղամարդը ձերբակալվել է մարտի 4-ին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։